այս պահին կիրառվող մասը, որ ինչքան չգիտեմ, ինչքանով է այդ 001-ի բոլորի մասը կազմել ու շատ պետքական գործիք է դարել մեր համար, դա 3D սկանավորումն է, որի մասին էլի հետո երկար խոսանք, բայց ընդհանուր առմամբ դա կարճ մեր համար բերել է նրան, որ նախ հրաժարվել ենք վաղուց լազեր մետր չափագրման տարբերակներից, ցանկացած տարածք մտնում ենք, շատ կարճ ժամանակում տարածք սկանավորում ենք ու տարածք ասելով նույնիսկ ինտերիեր չէ, դա կարող լինի շատ հսկայական հողատարածք, ծառերի, շենքերի լքված, եղած ճանապարհներ, թեկուզ հետիոտը, որ խոտը մի քիչ տրորվել է, այդ ամբողջ ինֆորմացիան հավաքած ունենում ենք մի այցելությամբ ու այդ թեման փակվում է դրանով։ Հա, ամբողջական ուսումնասիրություն ու այդ 3D սկանը լիք խնդիրներ է բարձրացնում, այսինքն եթե դու պետքա ռելիեֆի մասին օրինակ խոսանք, պետքա գնաս հանույթ անես, հանույթից բացի գնաս տեղում ուսումնասիրես, որ մասում կոնկրետ ինչ շենք է, ինչ չափերի ու ֆունկցիաները հասկանաս, 3D սկանը քեզ լիքը հնարավորություն է տալիս, որ դա ամեն ինչը միանգամից տեսնես, մի այցելությամբ տեսնես ու չմտածես էլի, որ կարող է ինչ բանը հաշվի չի առել չափագրողը, գեոդեզիստը կամ կարող է այս մասում չեմ կարող այս բանը, որտեղ ստեղ sense խնդիր կարող լինի, ամբողջ ինֆորմացիան տալիս է, նույն ինտերիերում ամբողջական հատկապես բարձր առաստաղները ընթացիկ էլ ենք օգտագործում մենք էդի, որովհետև դա արդեն գալիս է երևի մի քիչ ինտերիերի դիզայնի բաժին, երբ որ սարքվում է շենքը ու ինտերիերի մեջ դիզայն պետք է անենք, եթե կորություններ ենք ունենում, ըստ այդ կորությունների կահույք պետք է նախագծենք կամ վերջնական, ասենք նախագծել ենք շենքը ինչ որ մասը սարքվել է, ինքը դժվար տեսք ունի, բարդ տեսք ունի, ու հետո դրա վրա պետք է մենք ինտերիերի լուծումները նորից վերանայենք, այդ 3D սկանավորումը մեզ օգնում է, որ մենք իրական իրավիճակի վրա մեր նախագիծը անենք, ոչ թե օդային կամ ինչ որ նախագծվել է սկզբում, բայց այն շինարարության ընթացքում կարող է շատ փոփոխվել է։ Անգամ քիչ, որտեվ մի միլիմետրի ճշգրտություններ մենք ունենում ենք, այսինքն այնպես որ շատ տարբերություն պետք է լինի, որ այդ գործիքակազմը ինչ որ իմաստ է։